Սա մեծ գաղտնիք է եւ վտանգավոր գաղտնիք է։ Շպիոներ կան, որ կարող են անմիջապես ընկալեն եւ գողանան գաղտնիքը։ Ռուսաստանը կչոկի Հայաստանի առաջ։ Հայաստանի ղեկավարն է ասում Ղարաբաղ Ադրբեջանը, ինչ եք Վլադիմիր Վլադիմիրիչից ուզում։ Խոսանք արտադրենք, որ լինենք անկախ պետություն։ Հիմա լամպերի քանակը դարձել է 24-ը։ Օգտագործեք, հերներն անից ենք թշնամու։ Քեզ դուր գալիս է, երբ որ Փաշինյանը Ալիևին տեսնում է գլուխը կախ սենց ոնց որ մանն է։ Այո, երբեք իր դիրքերից չի իջնի ու որևէ ադրբեջանցի թող չթպրտա։ Սատկացրել ենք ու կսատկացնենք, եթե իրանց սահմանները ու չափերը անցնեն։ 5000 տղա, 5000 ընտանիք չկառուցվեց։ Ամբողջ Եվրոպայում մենք կարող ենք Հայաստանից հոսանք վաճառել։ Վերցնում եմ չնչին գումար մեր ծախսերի համար։ Ես կարամ հանգիստ դերքս տնեմ, գլխիս տակ ու հանգիստ ապրեմ։ Բայց որտե մնաց իմ հավությունը։ Եկեք հավաքվենք, փրկենք մեր երկիրը։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրն այսօր գյուտարար ինժեներ Սամվել Պետրոսյանն է։ Բարև ձեզ, բարով եք եկել։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի համար եւ շնորհակալություն բարև իմ հայ ժողովուրդ։ Պարոն Պետրոսյան, մոտ 1 տարի անցավ մեր առաջին հանդիպումից։ Նախ միշտ ուրախ ենք ձեզ տեսնել մեր հայրենիքում, ձեր հայրենիքում եւ ինչ արձագանքներ ըստ էության կան մեր առաջին հաղորդումից։ Ես մեր արձագանքների մասին երկար կխոսեմ, բայց ձեզ։ Ասեմ, արձագանքները շատ են։ Բավականին շատ։ Արձագանքներ կան մասնագետների կողմից, արձագանքներ կան հասարակ ժողովրդի կողմից, այսինքն ոչ մասնագետ ժողովրդի կողմից։ Հասարակ բառը մի չի սազում։ Ես ուրախ եմ, որ ժողովուրդը արձագանքում է, շատ ուրախ եմ։ Բավականին շատ կոմենտներ է գրված։ Ավելի քան 4000։ 4000 ինչ-որ ես ուրախ եմ, որ կոմենտներում չկա հայոյանքներ, որտեղ մեր հայ ժողովուրդը սովոր է հայոյելու, ինչ-որ մի բան ասելու։ Կոմենտներում նշված էր, որ ինչու կարճ ցույց տվեցինք գեներատորը։ Ես ուզում եմ իմ հայրենակիցներին ասել, որ ընկերներ, սա մեծ գաղտնիք է եւ վտանգավոր գաղտնիք է աշխարհում։ Ես չեմ կարող դնեմ գեներատորը քանդած ձեզ ցույց տամ, որ տեսնեք ինչ է սա։ Բայց որովհետեւ ձեզ նորից դուք հավատաք, ես 12 լամպը փոխեցի 24-ի, ավելացրեցի Եվս 12 լամպ։ Այն ինչ որ տաղավարում ցույց էինք տվել։ Տաղավարի ցույց տալուց հետո ես նա 12 լամպ էր։ Դրան ավելացրեցի եւս 12 լամպ։ Եվ փաստորեն ցույց եմ տալիս նոր գեներատորը, ոչ թե նոր լամպեր ավելացրած գեներատորի մեջ ցույց եմ տալիս, որ ինքը աշխատում է մինչև 4.2 վոլտով եւ նույն ձևով 24 լամպը վառվում է։ Դե հիմա պատկերացրեք ինչ սիստեմա աշխատում։ Եթե 4 վոլտ մոտորին մատը տնես, մոտորը կանգնելու է, բայց պատկերացրեք 24 լամպ է վառվում։ Ինչ է նշանակում դա։ Մանավանդ իմ մոտ գեներատորը բացատրեմ ձեզ, որ հասկանալի լինի։ Բոլոր տեսակ անգամ ատոմային
էներգիայով աշխատող գեներատորները բերի տակ չեն միացնում։ Նախորդ միացում են ինք իրան պտույտը հավաքումը, նոր միացում են բերն են տալիս, այսինքն հոսանքը բաժանում են ցանցին։ Իսկ իմ մոտ տեսեք, որ առանց որևէ բանի ես միացնում ինքը հանգիստ աշխատում է, անգամ բերը իրան համար ոչ մի բան է, դեմը մտածեք, ես մտածելու բան չունեմ, դուք մտածեք։ Այսինքն դա ցուցադրելու չի, մանրամասնորեն։ Մանրամասնորեն գաղտնիք է դա, ես ոնց կարող եմ ցուցադրեմ։ Հնարավոր բան չի, այսինքն չգիտեմ, եթե ես ցուցադրեմ, ինձ գտնեն գժի տեղ, կասեն գիժա, 24 տարի աշխատել է, բերեց ցույցը բանը, բացեց ցույց է տալիս։ Իսկ դուք եք կան շպիոներ կամ որ կարող է ամիջապես ընկալեն եւ գողանան գաղտնիքը։ Պարոն Պետրոսյան, շատ լավ, դուք այն ժամանակ խոսում եք հնարավոր համագործակցության մասին, այսինքն այս գյուտի հանրայնացումից հետո ձեզ հետ կապնվել են, մեզ շատ են զանգել մասնագետները, իշխանություններից չէ, այդ ինչ նորություն ունենք։ Մասնագետները ով զանգում է, ես հող ունեմ, ես ես ունեմ, դե թողը Հայաստանում առնելը դժվար բան չի։ Մանավանդ այն հողերը, որ ես սարի գլխին կարանք հող առնենք, ընդ է հոսանք արտադրենք։ Ես հիմա խնդրում եմ բոլոր մեր հայրենակիցներին, գեներատոր ես առանցին չեմ վաճառելու։ Բոլորը առաջարկում են, բերեք մեր մոտ գեներատոր դնենք, բերեք մեր մոտ գեներատոր, ես հող ունեմ, ես ունեմ, չեմ ուզում ոչ մեկից ոչ մի բան, ես ուզում եմ, որ պետական մակարդակով ստացվի։ Ինձ այսօր 6-7 պետություններից հրավիրում են։ Ես կարամ դոկումենտներն ցույց տամ հրավերներ, ես իրանց հետ խոսում եմ, բացատրում եմ, որ իմ աշխատանքը եղել է միայն եւ միայն Հայաստանի համար։ Եթե համաձայնեք ձեր մոտ ես հոսանք արտադրեմ, ձեզ վաճառեմ եւ Հայաստանում։ Հիմա այսօր Փաշինյանի կազմը չի թույլ տալիս, որ Հայաստանում արտադրեմ հոսանք, մեկ ուրիշ պետության ղեկավար կգա թույլ կտա։ Բայց դուք դիմել եք Հայաստանի իշխանություններին, չեն թույլ տալիս։ 7 տարի դիմում եմ։ Տարբեր ճանապարհներով։ Ոչ մեկը մոտիկ չի գալիս։ Այսինքն իրանք չեն էլ հասկանում ես ինչ եմ ասում երևի։ Պարոն Պետրոսյան, ինչ եք առաջարկում, ձեր առաջարկը ինչն է եղել Հայաստանի ղեկավարներին, այսօրվա գործող իշխանություն։ Ես կարամ իմ ցույցել։ Չէ, մի քիչ ավելի պարզ, պետք է ցույց տամ։ Ես կարամ ինչ եք առաջարկել։ Ես կարամ պարզ ցույց տամ, որ Փաշինյանի հետ իմ ու իրեն խոսակցությունը, որ հանդիպել ենք, խոսել ենք կանգնած, որ տեսնոր իրոք ես Փաշինյանի հետ հանդիպել եմ, որովհետեւ Փաշինյանը չհրաժարվի, ասա ես չեմ ճանաչում այդ մարդուն։ Իմ խնդրանքը Փաշինյանին չէ, որ թույլ տա մենք Հայաստանում մեր հոսանք արտադրենք, որ լինենք անկախ պետություն։ Ոչ մեկից կախման մեջ չմնանք։ Հոսանքը կլինի, ինչ քանակի հոսանք ուզում է, մենք կարող ենք իրեն Հայաստանին տալ եւ անգամ արտանանենք։ Այսօր Պարսկաստանը ունի բենզին, ամեն ինչ, բայց հոսանքի կարիք ունի։ Վրաստանը հոսանքի ամբողջ Եվրոպայում մենք կարող ենք Հայաստանից հոսանք վաճառել։ Հոսանք այսօր աշխարհը ունի հոսանքի։ Մենք կարող ենք այսօր ոնց բացատրեմ, որ դուք հասկանաք։ Այնտեղ եթե ես կամ ձեզանից որևէ մեկից մի կոպեկ, մի սենտ խնդրեմ, ասեք, ես ոչ մեկից ոչ բան չեմ խնդրում։ Բայց ձեր ուզածն ինչ է։ Իմ ուզածը ավստրալի թույլատրություն տան, պայմանագրները կնքենք, մի տարով է, 100 տարով է, որ իմ օբյեկտները, որտեղ որ հոսանք արտադրվում է, հարգայինը պատճառ չբռնի մտնի, ԿԳԲ-ն չմտնի, նա չմտնի, այսինքն չգոհանան
իմ գիտելիքները։ Այս եմ ուզածը։ Չգիտեմ ոնց բացատրեմ։ Իսկ այդ օբյեկտները, այսինքն այդ հոսանքը ծառայելու է բացառապես պետության շահ։ Միայն պետության։ Միայն, Որտեվ հարկային չմտնի, ես չմտնի, այն չմտնի, բա ինչ։ բայց նայ, ես ասեմ ձեզ ոնց է ստացվում։ Ասենք ես հոսանք եմ արտադրում 1 միլիոն կիլովատ։ Այդ բոլորը տալիս եմ պետությանը։ Մենք այդ հոսանքից վերցնում եմ չնչին գումար մեր ծախսերի համար։ Ես ամբողջը նվիրում եմ Հայաստանին։ Բայց ես գիտեմ, որ հարկային է, խոսած անպայման պետք է քիթը կողի, որ մի բան էլ ինքը թռցն տանի։ Այդ դրանից եմ ուզում եմ, որ անպայման լինի օրինական։ Պետության հովանավորություն։ Պետության հովանավորություն եմ ուզում։ Իսկ պետությունը բան չի տալիս։ Բայց ոտի վրա եք հանդիպել, լսել են ընդհանրապես լավ, հիմա վարչապետ մարդ, կարող է ժամանակ չունի։ Ուրիշ կոմպետենտ պաշտոնական վարչապետ մարդը ժամանակ չունի, երբ որ ես խոսեցի իրեն հետ բացատրեցի, ինքը հանձնարարություն տվեց նախկին կրթության նախարարին։ Շուտ մի հատ կա։ Էական չի, դրանք են շուտ են փոխվում։ Հիմա էլ աշխատակազմի ղեկավարն է, ով է այսօր։ Արայիկ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը մարդ ուղարկեց Ամերիկա։ Էգան։ Այսինքն չգիտեմ, այդ մարդը ինձ ասաց, որ իրանց կողմից եմ եկել։ Չեմ ուզում իրան անուն տամ։ Տվյալ մարդը, որտեվ այդ մարդուն աշխատանքից ազատել են, էլ չի աշխատում։ Չեմ ուզում անունը վտանգի տակ չդնեմ։ Եկավ, տեսավ մեքենան, նստանք միասին, մանեգանք, գեներատորը տեսավ, ցույց տվեցի, բացատրեցի, դա ինքը բաղանին մեխանիկ տղա էր, հասկացավ ամեն ինչ, զարմացավ, մի շաբաթ հետո հետ վերադարձավ, որ ասավ մի շաբաթ քեզ հետ ենք կանչում Հայաստան, ասի ես պատրաստ եմ գալու։ Շաբաթ անցավ, 2 շաբաթ, 3 շաբաթ, ամիս, 2 ամիս, ես շատ կոպիտ նամակ գրեցի։ Չնայած սխալ է, բայց արդեն ներվային վիճակը, գոնե մի հատ պատասխան տվեք։ Պատասխան տվեց Արայիկի նամակը, որը ուղարկել է իրան։ Այդպես բան հնարավոր չի, ես չեմ հավատում։ Այսինքն եթե իրան դեբիլը չի հավատում, ամբողջ Հայաստանին զրկում է այդ հարստությունից։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Հասկանում ես, գոնե ասել գտես կա, հələ մի հատ կանչեք գա, զրուցենք, 1000 տեսակ մասնագետներ կան, ակադեմիկներ կան, զրուցենք, բացատրենք, ես ինչ եմ արել, ես ոչ մի ֆիզիկայի օրենք չեմ խախտել, ոչ մի Նյուտոնի ոչ մի օրենքին ես չեմ կբել, որ ասեմ գիտես կա, ես Նյուտոնի օրենքը խախտել եմ, դենց բան չկա, ես գտել եմ մի ճանապարհ, հիմա պարզ հայտարարում եմ բոլոր ֆիզիկներին, մաթեմատիկներին եւ իրենց խելացի համարող անձանց, ես գտել եմ մի ճանապարհ, որ երկու հագարակ բևեռների մանկսական դաշտերը միացնելուց իրար հավասարում է 0-ի։ Եթե դուք էլ գտնեք ու հավասարացնեք 0-ի, դուք հոսանք կստանաք, այն ինչ որ ես այսօր ունեմ։ Դա գնացեք, մտածեք ու աշխատեք։ Բա վերջ է, պետական պաշտոնյաների հետ ինչ եղավ։ Դուք իրանց կոպտեցիք, իրանք դդում չհասկացան, հետո։ Դդում չհասկացան, այդ դդումին հանդիպեցի Ֆրանսիայից գալիս ենք
Անցած տարի։ Էլի եկել է, որպեսզի կազմակերպեի հանդիպեի։ Ֆրանսիայից օտանավի մեջ տեսա այդ դդումին։ Ասի, օրինակ քիչ ես հավատացել, երբ որ քեզ այս մարդը ներկայացրել է, երբ որ եկել է աշխով տեսել։ Բայց չգիտեմ, կասկածեցի, վախեցավ, թե ես իրան կարող եմ խփեմ կամ բանեմ, զգացի, որ վախենում եմ։ Դե ենքան չի հասկանում, որ ես թույլ չեմ տա մարդու խփելու, երբ որ ինքը խփելու ինքը խփնված է արդեն, ենթակա չի խփելու։ Ասավ համարը տուր ինձ։ Ես զանգեմ, հրավիրեմ, մասնագետներ կուղարկեմ, թողքու հետ զրուցեն և պետք լավ Ամերիկա գնեմ։ Մինչև այսօր պետք է զանգեն ինձ։ Հիմա չգիտեմ։ Այսքան այդպես ցրին գնաց։ Ցրը մեն էլի, մենակ ինչ չեն։ Մի հատ գնդապետ կա, որ զենք է պատրաստում։ Ճիշտն ասած անունը թռավ, բանը չեմ կարում, հեսա կասեմ ու մասին է։ Մեզ մոտ եղել է։ Գիտեմ, ես ինտերնետում եմ տեսել, որ իրան զինվոր պատրաստի ռոբոտ զինվորներին։ Հա, Կորյուն Ղումաշյանը։ Կորյուն Ղումաշյանը, որ նայում ես այդ իրան կատարած աշխատանքին, ուրախանում ես, հբարտանում ես։ Հա, այնտեղ էլ մի քանի դեգեներատ էլի չեն թողել։ Հբարտանում ես դրանով։ Փոխանակ ես մարդուն նայում ես Կորյունի պատրաստած մեքենան, ռոբոտը, մի քիչ ավելի շատ հասարակ է, որովհետև այդ մարդը ամեն ինչը ձեռքով է պատրաստել։ Բայց վերջերով չարշանակ է կատարել, բարելեք տեղ տվեք, միջնորդեք թող ավելի հզորել, ավելի արդիակ, ավելի արիական դառնա։ Չէ, սամանում բրիկ չտնես։ Ինչի համար, որովհետև սա կարող է բանին Ադրբեջանի զինվորին սատկացնի, Կորյունի պատրաստածը, և մենք զոհ չունենանք։ Ես կարամ անգամ Ալիևին հիմա կոչանեմ, ասեմ զգուշացիմ, խելոք մնա։ Ինչի պետք է խելոք մնա, եթե Հայաստանի իր գործընկերոջը, ասում եմ, սուրճ դիր չէ, սա գալիս եմ բան։ Պարոն Պետրոսյան, ինչով եք այս մեկ տարի զբաղված։ Նորություն ըստ էության միայն այդ ավելի հզորացված գեներատորի։ Ուրեմն մի տարվա մեջ շատ հրավերներ ունեցա։ Այս գեներատորների բանով։ Ճաբոնյան է հրավիրել, Վիետնամը, Կորեան, Ֆիլիպինները։ Ես բոլորի հետ հիմա ունեմ պայմանագրեր։ Նո պայմանագիր չէ ուղղակի։ Պայմանավորվածություն ունեմ, բայց իմ առաջնահերթ ես իրանց ասել եմ, եթե Հայաստանը ես դրեցի, դուք իմ հետ գործ չունեք։ Ուզում միլիարդներ բերեք տվեք, ինձ պետք չի ձեր միլիարդները։ Իմ ես քրդինքը 24 տարվա աշխատանքը, որ ես տանջվել եմ, ստեղծել եմ, ես դա արել եմ հանուն իմ ազգի, հանուն իմ ժողովրդի։ Էլ եմ ասում, ես չեմ ուզում ոչ վարչապետ դառնամ, ոչ մինիստր դառնամ, ոչ մի բանի կարիք չունեմ ես։ Դա իմ առողջականը չի ներում, որ ես վարչապետ դառնամ։ Վարչապետը կարգին երիտասարդ պետք է խելացի անձ լինի։ Ես խելացի եմ, բայց ոչ վարչապետի համար։ Международный отношения, որ ասում են, դա պետք է ունենա վարչապետը։ Դա մի հատ դրագրող կիսավարտ դարձել է վարչապետ։ Ինչ եք ուզում։ Ինչ օնություններ ասած խամ է, կաբիգություն է անում։ Մեր ազգի պատիվ գծողն է։ Պարոն Պետրոսյան, տեսեք, ասացեք ինչ եմ արել ես մի տարի։ Ուրեմն բավականին շատ գեներատորների ձևեր եմ ստեղծել, նոր ձևեր։ Նոր հզոր ավելի հզորացրել եմ։ Դրոնների համար մոտորներ եմ ավշել դա Ունես մի բան եմ արել դրոնների համար, որ չգիտեմ, մենք եթե
մեր իմ մատորներով դրոնները պատրաստենք վերև, բարձրացնենք վերև, շև 120 ժամ կարող է օդում մնա դրոնը։ 120 ժամ։ 120 ժամ։ Եվ բավականին ծանր քաշով։ Տեղին ականներով։ Այո։ Եվ այդ դեպքում ոչ մեկը ռիսկ չի անի մոտիկանա Հայաստանի սահմանին։ Եվ մենք կարող ենք հանգիստ բաց թողնել, որտեղ ուզում ենք։ Այո, դրանցով եմ զբաղվել։ Ես զգում եմ, որ եթե նորից շարունակեմ զբաղվել, կարող է սննգանամ։ Այսինքն հիմա էլ շարունակում եք պնդել, որ այս նորարարությունների կամ թույլ տվեք ասել գյուտերի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ ռեգիոնում հզորագույն երկիր։ Ոչ թե պնդում եմ, դա այդպես է։ Մենք իդեպ այս անգամ ցույց կտանք որոշ կադրեր թե էլեկտրամեքենայից, պարոն Պետրոսյանի արտադրած, թե գեներատորից, չէ՞, թե մի խոսքով վիդեո հոլովակների տեսքով մենք կցուցադրենք եւ դուք կտեսնեք։ Նա ցույց տվեք, ես չեմ վախում։ Եթե հիշում եք, նախկինում ես ցուցադրել եմ 12 լամպեր։ Հիմա լամպերի քանակը դարձել է 24-ը։ Եվ միաժամանակ ես ցույց եմ տալիս, որ այս փոքր մատորը աշխատում է 5 վոլտով։ 5 վոլտ կարող եմ և ցածրացնեմ վոլտեջը։ Այսինքն այս 4.25 վոլտ դարձավ, բայց նորից հոսանքը արտադրվում է և լամպերը լրիվ վառվում են։ Սա այն մարդկանց համար, որ չեն հավատում իմ նորությունը, իմ գիտությունը չեն հավատում։ Դրա համար ես որոշեցի նորից ցուցադրել նոր սիստեմը, որը դուք հավատաք։ Ինչու համար չեմ անջատում ակումուլյատորից, դա իմ ներքին գաղտնիքն է, որտեղ շատ նրբություններ կա, դրա համար չեմ անջատում։ Բայց դուք պատկերացրեք, որ մենք 12 լամբուշկայի արտադրված հոսանքը ներդնենք և միացնենք մատորին։ Ինք իրեն պետք է աշխատի։ Հիմա նաև աշխատում է 4.20 վոլտով։ Ինք աշխատում է, այստեղ վոլտեջը ցույց տալիս, մատորին եկող վոլտեջ 4.20 է։ Հիմա հզորացնում եմ։ Հիմա ես հզորացնում եմ, դուք տեսեք լամբուշկաները, վոլտեջը հզորացնում եմ, տեսեք լամբուշկաները ինչքան են տարբերում իրենց հոսանքը։ Հիմա 8.56 է, լրիվ չի, 12 վոլտից չի օգտվում ինքը։ Այսինքն մատորը բավարարում է նմանատիպ մեծ հոսանք տալու և տեսեք ինչ աշյան լույս է վառվում, այսինքն նորից եմ ուժեղացնում։ Հիմա որոշ մարդիկ ինձ ասել են, գրել են, որ ինչու շատ կարճ ցույց տվեցին։ Հիմա երկար եմ ցույց տալիս։ Հիմա մոտորի արագություն ցածրացնում եմ, նորից դարձավ 5 վոլտ, նորից հոսանքը մի քիչ պակասեց, բայց սիստեմը աշխատում է։ Ընկերներ, խնդրում եմ, հավատացեք, որ սա ճշտություն է, սա իրականություն է։ Այսօր հանդիպում եմ ունեցել բավականին մեր հայ խելացի գիտնականների հետ, ակադեմիկոսներ, գիտնականներ, պրոֆեսորներ, թվով 20 հոգի մարդ,
որոնք ունեն իրենց գիտությունները։ Ես զարմացած եմ, որ մենք ունենք նման հզոր բանակ գիտական աշխարհում, բայց Հայաստանը այսօր գտնվում է ամենավատ վիճակում։ Ինչ են մտածում մեր կառավարությունը, ես չեմ կարող հասկանալ։ Ինչու նման մարդկանց տեղ չեն տալիս։ Եվ բոլոր գիտաշխատողները, ակադեմիները բողոքում են, որ իրենց գյուտերը ի հայտ չեն բերում, թույլ չեն տալիս։ Խնդրում եմ կառավարությանը, պարոն Փաշինյան, վերջապես երբ պետք է տեղ տակ մեր ժողովրդին, վերջապես երբ պետք է մեր կառավարությունը ընդունի գիտուններին։ Լսիրելի հայրենակիցներ, տեսակ, որ ասում են ինչու է կաշտուկվեն, հիմա երկարծվեն։ Հիմա սա կարող է ժամերով, տարիներով աշխատի։ Մտածեք, թե ինչ անենք, որ իրագործենք։ Ժողովուրդը պետք է միասին համախմբվեն եւ գիտնականների մոտ եւ իմ մոտ պետք է միասին մտածենք, որ կարողանանք ճիշտ ճանապարհի կանգնենք։ Շնորհակալություն։ Խնդրում եմ, ավելնոր կամետներ չգրեք։ Ուղղակի ինձ միք մեղացրեք։ Ստեսուն ես բոլորից։ Այն ինչ որ մենք կարող ենք տալ մեր պետությանը, դա հնարավոր բան չի, որ ինքը հզոր չլինի։ Հզոր ոչ թե մենագրի գոնում, այլ կարող եմ ասել, որ նախկին սովետական միության սահմանների բոլոր պետություններից հզոր կլինի։ Անկախ այդ պետության մեծությունը Ռուսաստանը կչոկի Հայաստանի առաջ։ Դե լավ, մի քիչ համեստ եղեք, էլի, բան պետք է։ Համեստ եմ։ Մենք Ռուսաստանից ոչ մի գրամ գազի կարիք չենք ունենա, հոսանքի կարիք չենք ունենա, կախվածություն չենք ունենա։ Հա տենց։ Ոչ մի բան։ Դրա համար ասեմ կչոկի։ Բա զենքը։ Զենք էլ ունենք։ Ավելի լավ զենքեր, քան Ռուսաստանը կամ Ամերիկան։ Կա, ամեն ինչ կա, միայն թող սրանք խելքի գան։ Ուր են գնում, ուր են տանում մեզ, մեր ժողովրդին։ Այս ապրում եմ Ամերիկայում, ընդ կռիվ չի լինի։ Ընդ մենակ պաժարները։ Պաժարները այդ բնական է։ Ես կարամ հանգիստ դերքս տնեմ, գլխիս տակ ու հանգիստ ապրեմ, բայց որտե մնաց իմ հայությունը։ Հայ կոչվելու իրավունք ես չեմ ունենա, եթե ես իմ աշխատանքները Հայաստանի համար ներշնեմ։ Հիմա եթե թույլ կտակ կոչանեմ ամբողջ մեր հայությանը աշխարհի։ Եկեք հավաքվենք, փրկենք մեր երկիրը։ Էլ եմ ասում, ես անգամ էլ եմ ասեմ, այլ կրկնեմ 100 անգամ կրկնեմ, երդվեմ մորս գերեզմանով, որ ես վարչապետ դառնալու ցանկություն չունեմ, ոչ էլ մինիստր։ Բա կոչ եք անում հավաքվելումից փրկել երկիրը։ Այս վիճակից փրկենք։ Այս վիճակը ձեր դուրը գալիս է, որ դուք ապրում եք։ Չէ։ Բայց սրանց պետք է փրկվենք։ Ոնց փրկվենք։ Ոնց լավ որ Ադրբեջանը կրակում է, իրանք հետո գցում են մերոնց վրա, մերոնք լեռում են, այսինքն բանից է գալիս, որ ամբողջ աշխարհը Հայաստանին է մեղադրում, ես կրակում։ Դե սրանք ասում են, որ մենք ստեղից կրակենք, այնտեղ կջղայնանան, բան կանեն։ Թողանեն, փորձեն մի հատ։ Քեզ դուր գալիս է, երբ որ Փաշինյանը Ալիևին տեսնում է գլուխը կախ սենց ոնց որ ման չգիտեմ ինչ լինի։ Չեմ ուզում վերջ-վերջով մեր վարչապետն է, չեմ ուզում անպատվեմ։ Հա, բայց պետք է ուղիղ կոչենք իրերը իրենց անուններով, դա ամոթ է մեղմ ասած, էլի։ Դա մեր ազգային հայտարարությունն է։ Հայտարարություն։ Այսօր Ամերիկայում ադրբեջանցիներ շատ են ի հայտ եկել։ Տեսնես ոնց են իրանց լկտի պահում։ Բայց շնայհ մեր հայտարարը սրանց լավ ջարդում են։ Բայց իրանց լկտությունը իսկ առաջ որ հայ են տեսնում փախնում էին։ Պարոն Պետրոսյան, նույնը Ռուսաստանում է, հայը երբեք իր դիրքերից չի իջնի ու որևէ ադրբեջանցի թող չթպրտա։ Սատկացրել ենք ու կսատկացնենք, եթե իրանց սահմանները ու չափերը անցնեն։ Ոչինչ, ժամանակավոր թյուրիմացություններ են։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։
Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Դակարես մեկը հիմա որ գնաց իրան նմանին է բերելու։ Դե եթե մենք այդքան Մենք սպասում ենք այս խաղերը, որ Փաշինյանը խաղում է, նալոգները դնում, բյուջեն եմ լսնում։ Բյուջեն նալոգով ման չեն անում լսնում։ Ինչով են լսնում։ Արտադրությունով։ Ես Փաշինյանին եւ մյուսներին ում հետ որ խոսացել ենք, բացես հոսանքից, ես ցույց եմ տվել ես իմ մեքենան եւ ով որ տեսել են էլեկտրոմեքենան, ես դա ուզում եմ ստե արտադրել։ Ով է բան տեղ դնում։ Իմ մեքենան այսօր աշխարհի ամենալավ ֆիրմա մեքենաներից պակաս չի։ Ես առաջարկել եմ, բայց լավ, հոսանքներ սխալ։ Բանը չեք հավատում հոսանքին։ Բայց մեքենա արտադրությունն է, որ ես մեքենան պատրաստել եմ, աշխատում է էլեկտրական, դա էլ չեք հավատում։ Բա դրա մասով իստեղ ինչ ասեցին այս հանճարները։ Նույն բանը։ Ոչ մի բան, ժամանակ չունենք զբաղվենք քեզանով։ Բա ինչով են զբաղված։ Հա։ Բա ինչի ժամանակ։ Իրանք գիտեն, ես ինչ իմանամ, ինչով են զբաղված։ Նա զբաղվեց ասում, որ ես ինչ իմանամ, իրանք ինչով են զբաղված։ Պարոն Պետրոսյան, այսինքն սա իսկապես կարելի է կիրառել ռազմարտունաբերության մեջ եւ դրանով առնվազն սաստել թշնամուն, որ չհոխորտա, ճիշտ եմ հասկանում։ Ոչ թե կիրառել, արդեն կիրառված։ Թշնամին, որ մեր հարվածը մի անգամ տեսավ, զգաց։ Ինքը երևի իրան սամաներ վեկալի փախնի ժողովրդին, փախնի գնա։ Տեղ ճարի, թազա հող ճարի, այդան դե ապրե։ Վախենալու բան ունի այս գյուտից։ Ոստը։ Դրանից ամեն ինչ բանը, ամեն ինչ։ Ես հիմա որ Փաշինյանը ասի արի ես համաձայն եմ, ես պետք է ասեմ արի տեղերով փոխվենք, ժամանակավոր ես, որպեսզի կարողանամ, թե Ադրբեջանից զանգեն դու ինձ քանձնես իրան, չնայած ես Ամերիկայի քաղաքացի եմ, ռեշես անի, բայց ինձ էլ կծախի Փաշինյանը, ամբողջ Հայաստանը ծախեց, այսօր լսում եմ, ասում է, պատերազմը մենք կարող ենք կանգնացնել և էլի այս վիճակում կլնենք, բայց առանց զոհի։ Դու հասկանում եք ինչ է խոսում։ Բա որ ավելի լավ գիտեի, որ դենց է, թող զոր չներ, այս երեխեքը չմանային։ Մեղ չեն այդ երեխեքը։ Այսօր մեր հայ աղջիկները ինչ են անում, մնացին այդ 5000 տղա, 5000 ընտանիք չկառուցվեց։ Ինչ է անելու է հայ աղջիկը, ստիված գնալու է ուրիշ ազգի հետ ամուսնանա։ Հիմա ձեզ լսող նիկոլականներին կամ, չգիտեմ, ինչ ասեմ, այս ռեժիմի պաշտպանողները թող գրեն մեկնաբանություններում ինչու այդ դեպքում, եթե պիտի նույնը լիներ արդյունքները, այդ տղեկը գնացին զոհվեցին։ Ամեն անգամ եռավելուր գնալուց չեմ հասկանում, եթե դու կարող ես պատերազմը կանգնացնել ու հողերը պետք է հանձներ, ու մենք այս վիճակին ելնենք, բայց երեխեքին խիստ սպանեցիր։ Թե նորը մի հատ արտահայտություն արեց, երբ որ մի հոգի ես սպանում, մարդասպանես, եթե 1000-ին ես ման ես դառնում։ Զորավար, լսել եք դա։ Երկ։ Թող գրեն, թող ասեն, հաճախ ինձ են վիրավորում մեկնաբանություններում եւ այլն, տիպեր ռոբասերժական ռեժիմ եւ այլն, հարգելիներս։ Չնայած, չգիտեմ, որոշները արժանի չեն, բայց էլի ես մարդասիրությամբ ու հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական հանդուրժողականությամբ եմ ձեր հանդեպ լցված եւ նորից խնդրում եմ, որ մի հատ տեսնեք, էլի
վերաիմաստավորեք, վերամտածեք ինչ որ գոնե պարոն Պետրոսյանն ասաց։ Ինձ համարում եք նախկինների, չգիտեմ, սպասարկու, օքեյ, բայց Դա ինչ նախկիններին բոլորին պետք է հեռու մնան։ Նախկիններին պետք է խնդրենք, որ մոռացեք այդ ընդդիմությունը։ Գնացեք ձեր համար վայելեք, ձեր ունեցվածքը վայելեք, ինչ եք ուզում ես ժողովուրդ։ չէ, եթե թալանել են, պետք է չվայելեն, պետք է պատժվեն ու դատվեն։ Նայ, արեք չգնանք դրանց հետևից։ Մենք պետք է չգնանք, ինչև գնես գազ, սրան բռնեցին, բաց թողեցին, նրան բռնեցին, թողեցան վայելեն, աստծու պատիժը թող ստանան։ Եթե նժարի մյուս կշբանին հայրենիքն է, հայրենիքի պետականության ինքնիշխանության կորուստն է, հա դրված համաձայն եմ։ Ուրեմն սա պահենք, սա բարգավաճեցնենք, հզորացնենք, հետո սրիկաներին, դավաճաներին դատենք։ Այդ հետո էլ արդեն իրանց բանով բնական մահով կետան էս աշխարհից։ Շատ լավ, պարոն Պետրոսյան, տեսեք, դուք ձեր խոսքերն եմ ասում, էլի Ադրբեջանը կվերացնեմ իմ ստեղծած զենքով։ Հա, էլ եմ ասում։ Չափազանցություն չկա։ Չէ, 5 րոպե։ 5 րոպե։ Կարող է վсё պարոն Պետրոսյանին ընդունեք հարգելի պատկան մարմիններ։ Չնայած դրանց Ադրբեջան չէ, որ ինչ պետություն ուզում է լինի։ Էլ չեն կարա մեր դեմ։ Մեր դեմ Հայաստանի նկատմամբ ով ոտնձգություն է արել, բոլորը հերթով պատասխան կտան։ Բոլորին ես երբ որ բանա զգուշացնում խելոք մնացեք։ Անկամ եթե ես մեռնեմ, ինձ սպանեք։ Իմ տղաները ավելի արագ ձեզ հարցերը կլուծեն։ Դե իզուր չի ասված, ուժեղի մոտ միշտ թույրն է մեղավոր։ Ես ուժեղ չեմ ուզում ուժեղ լինեմ։ Չէ, ես ուզում եմ ուժեղ լինենք։ Մենք ուժեղ ենք լինելու, բայց մենք երբեք չենք, բայց այն պետությունները, որոնք որ այս ջահել երեխեքի սպանեցին, օգնեցին Ադրբեջանին, իրանք պատասխան են տալու։ Իհարկե։ Դրա համար պետք է ուժեղ լինել։ Դա ուժեղ ենք մենք։ Եթե սրանք դուրս գան, թողնան էլի, գոնե 3 ամիս, 3 ամիս։ Դրանից հետո Հայաստանին բռնել չի լինի։ Այսինքն ոչ ոք չի կարա մոդիկ կա։ Ստեղծել եմ թռչող հզոր սարք, որն անհնար է տեսնել, էլի դուք եք ասել։ Ինչու այ ապշում եմ էլի, մեր բանակում ինչ չի կիրառվում դա այսօր։ Ես այս վերջերս ում Ամերիկայում ունեմ դրոններ։ Մի 50 սանտիմետրի 50-ի վրա դենց փոքր։ Հա, վարսացրեցի 14 կիլոմետր։ 14 կիլոմետր։ 14 կիլոմետր բարձրացավ, ում իջացրեցինք, այդ փորձեր էինք անում, տեսնենք ոնց կդիմանա։ Պարոն Պետրոսյան, կներեք, ուղղահայաց 14 կիլոմետր ուղղահայաց, ես իրավունք չունեմ սենց բան անելու։ Օտանավի պես մենք իրավունք չունենք, որովհետև չգիտես դե ինչ օտանավ կա, մենք չունենք ռադարներ, ուղղակի որտեղ որ ես գնում ենք գտնվում ենք, օտանավ չկա այդ տարածքում։ 14 կիլոմետր բարձրացնեց, անտատ մի քանի անգամ բարձրացրեցին, իջացրեցին, բարձրացրեցինք, իջացրեցինք, տղեկը ասեցին մի հատ էլ շատ արագ բարձրացնենք։ Տարբեր արագություններով, որպեսզի տեսնենք վինտերը ոնց է դիմանում։ Պրոպելները պետք է դիմանան։ Իհարկե։ Փորձարկում էինք անում, եկել տեսնենք երկու հատ ռակցիոնի բանի օտանավոր ֆորում են, որ գտնեն այդ մերը մենք բան չենք տալիս, չենք ղեկավարում իրանց։ Քանի որ եթե ղեկավարենք, իրանց շատ շուտ կբռնեն, մենք որտեղ ենք։ Պրոգրաման տալիս ենք, բաց ենք թողնում։ Այդ ինք իրան գնում գալիս է։ Մենք բայց տեսնում ենք, քանի մետր է բարձրացել ինչ արը, բայց ասենք չենք ասում կանգնացնում ես անում, ուղղակի ոնց ինչ որ պրոգրամա լինում է, ու պրոցեսորն է մենք ենք պատրաստում, չենք առնում ոչ չինական, ոչ գերմանական, ոչ ամերիկյան, մեր տղաները նստած լավ պրոցեսորներ են պատրաստում։ Պրոգրամա տալիս ենք վերջացավ։ Ստիված ինչ արեցինք, որ իջան ներքև,
պրակտիկները չկարողացան մեզ բռնել, բայց իրենք տեսել էին, որ շոր մի շարժում կա, բայց ինչա չեն իմանում։ Դրոնը այդքան չի բարձրանա, 14 կիլոմետր այդ խաղ չի։ Հետո որոշեցինք, ոնց անենք, որ տամպես չերևա։ Դրա վրա չարշարվեցինք, այս մի տարվա մեջ ստացանք, որ տամպես օտանա կարա գնա, ոչ մի աշխարհում չկա դες մի հատ լակատոր, որ բռնի։ Չկա դες բան լակատոր։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT-1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Հիմա դարձյալ հարցս, ինչու դա չի կիրառվում մեր զինված ուժերում։ Չեն ով է թողնում։ Մեր զինված ուժերը մենք ինչքան բան հայտղաներ ունենք խելացի։ Ինչքան խելացի Կոնկրետ դա, որպեսզի չմեղադրեն անհիմն խոսքերի մեջ։ Ձեզ մարդ կա, որ ասել է, չէ՞ մի արեք։ Չէ, ես դրա մասին ոչ մեկ ետ չեմ խոսած, հա։ Դա ինչ խոսած, եթե նրանք չեն համաձայն չեն, սրա հետ ընդամպես համաձայն չեն ելնի։ Ամեն դեպքում չարժի առաջարկել, պարոն Պետրոսյան։ Այս դրոնները, որ ես ունեմ, կարան գնան աշխարհի բոլոր պետությունների մեջ նկարահանան գան։ Տենց հեշտ ու հանգիստ։ Հա, իրանց ոչ ոք չի տեսնում։ Ну, սենց ֆիզիկապես, եթե տեսան, եթե չէ։ Կանանք Բարսացինում ինչ տեսնեն ֆիզիկապես։ Լավ։ Մենք կամերաներն արգավոր առնել, հզոր կամերաներ առնել, որ լորիվ նկարի։ Անես որ Փաշինյան ոչ եմ անում քեզ։ Եթե ուզում ես ժողովուրդը քեզ վերջնականապես չադի, արի հանդիպենք, ընդունիր ինձ, ես քեզ բացատրեմ ու դու ինձ կհասկանաս։ Պարզ ասում եմ։ Թե չէ ժողովուրդը որ շատ մի քիչ էլ քո այդ ձևերով որ դմփոսներով խոսած, ոնց ասես, դոմպումներով որ խոսես, ժողովուրդը կատաղած դուս կկա, քեզ ինչ կանի։ Հանգիստ մնա, կապիկություններ մի արա։ Հաղորդման վերջում, պարոն Պետրոսյան, գուցե մի քանի բառեր ասեք այ ստեղծված իրավիճակում անելիքներից, հա, ինչ եք տեսնում, ինչ պետք է արվի։ Նույնստեղ ձեր պարագայում ունեց անելիքներ կա, որ չգիտեմ ինչ ասեմ։ Նախավարաջ ես ինչ անելիքներ ունենք։ Իմ պես, Կոջունի պես, մյուսների պես խելացի մարդկանց ով ունեն արտադրություններ վայանի գծով արտադրություններ։ Պետք է թողնեն։ Մեր տղաները արտադրում են, պատրաստում են, բայց ստիված տանում վաճառք են անում։ Ստիված, որտեղ պետությունը չի արտադրում։ Այսինքն այդ զենքը կարող է օգտագործել մեր վրա։ Նորից մենք արտադրում ենք, վաճառում ենք ուրիշին, ուրիշը այդ զենքը օգտագործում է մեր վրա։ Սիգնին բանը կարող է Ադրբեջանը առնի այդ զենքը։ Դրա համար ես ոչ մեկին չեմ վաճառում, որ չնի Ադրբեջանի ձեռքը։ Իմ կոչը նա է, որ ամբողջ հայերով, աշխարհը, ամբողջ աշխարհի հայերով հավաքվենք մի տեղ։ Ես ուզում եմ կազմակերպեմ մի այդ ֆորում անենք։ Գիտական ֆորում անենք։ Հրավիրենք տեսնեմ ոնց կլինի, ես չգիտեմ ոնց կազմակերպեմ, ֆորում անենք, հայերով հավաքենք, օտարազգեր հավաքվեն, ասենք արեք աշխարհը փրկենք։ Եվրոպային եմ կոչ անելու, դեսպանատներից հրավերք ենք ուղարկելու, որպեսզի գան տեսնեն գեներատորը ոնց է աշխատում, կոչ ենք անում։ Բենզին եք, հոսանք եք ուզում։
գազեք ուզում որ հոսանք ստանաք։ Ես դες հոսանքով բարարում եմ, չին կոպեկ գումարներով։ Ինչ քանակի հոսանք ուզում են, ինչ վոլտեժի հոսանք ուզում են, ես ապահովում եմ։ Իմ խումբը ավելի շատ է աշխատում արդեն։ Քանի որ իմ խմբի տղաները բոլորը արդեն այնքան են մասնագետներ ավելի զարգացել են, օրորի ավելի շատ ենք զարգանում։ Պատրաստ են անսահմանափակ հոսանք աշխարհին տան։ Դա աշխարհը մտածի։ Ոչ թե սրա եվրոպական շատ պետություններ, կներեն եվրոպացիները, եվրոպական շատ պետություններ Ադրբեջանի գազի բենզինի համար Ադրբեջանին սուտ խոսան, Ադրբեջանի ղեկավարին դրել են բարձունքի վրա։ Եվ Ռուսաստանը, Մոսկվան չի ամաչում իրան ուսանողնել, եթե ինքը փոխում է ամեն ինչը եւ սուտ է խոսում աշխարհի առաջ, գոնե իրանք ամոթ ունենան թքեն Ալիևի երեսին ասեն էսի սուտեր ես խոսում։ Նրանք էլ են լռում։ Մեր հարգված Վլադիմիր Վլադիմիրիչը ասում է Ղարաբաղ это Ադրբեջան։ Պարոն Պետրոսյան, Հայաստանի ղեկավարն է ասում Ղարաբաղը Ադրբեջանա, ինչ եք Վլադիմիր Վլադիմիրիչից ուզում։ Չէ, դա գիտեք Հայաստանի ղեկավարը որ այնօրը մենակ հայտարարություն ասում է կարտացի, ինձ որ թուրք են ասում, ես չեմ վիավորում։ Դու թուրք ես, թուրք են ասում, չես վիավորում։ Չէ, եկեք այդպես չասենք։ Ինքն ասում։ Ասում են ինձ որ թուրք են ասում, ես չեմ վիավորում։ Գրածը։ Ոչ թե գրածը, խոսում է ինքը։ Թե մտող չվիրավորվի ինչ ասեմ։ Բացեմ ինտերնետը, ես զապիս եմ արել։ Իրան խոսքերով ասում է, ես որ ինձ թուրք են ասում, ես չեմ վիավորում։ Դա բնական է, չես վիավորվի։ Եթե դու հայելներ կվիավորվես։ Ուրեմն դու աբացում ես, որ դու թուրք ես։ Դա ուշ։ Չէ, արեք ամեն ինչ ճիշտը խոսենք, էլի։ Ճիշտը ցավալի է, որ ես իմ պետության ղեկավարի մասին եմ խոսում։ Ես իրանունն է, բայց գիտեք, այստեն հասցրել արդեն, որ ստիվաց խոսում ես։ Այո։ Դա 3 տարի առաջ եթե Փաշինյանի հասցեին մեկը մի բան խոսեր, ժողովուրդը ոտքի կանգներ։ Հիմա Փաշինյանի սաղին ձեռք է առնում, բոլորին ձեռք է առնում։ Թքած ունենա բոլոր ժողովրդի վրա։ Չէ, այդպես երկար չի լինում, որովհետև նույն ժողովուրդը ինչպես բերում է, այնպես էլ սրբում տանում է։ Ես ցավում եմ, որ իմ վարչապետի անվան հետ բոլորը խոսում են, ընտանիքի մասին խոսում են, կնոջ հասցեին ինչ ասես գրում են, վերջով հայերին եմ, մեղք եք էլի, մեր մասին կնոջ հասցեին դու գրում ես, դու քո ազգի պատիվն ես գցում։ Բայց իրենք են բզբզում։ Բա իրանց կարելի է ասենք վեապարի հասցեին ինչ ասես ասել, կամ բոլորին աչ ու ձախ, սրբազաններին փողոցային մակարդակով խոսան, իրանց հասցեին պետք չի։ Առավել ևս ասում առանց կրակ ծուխ չի լինում, էլի։ Ամենայն դեպս մենք մեր ազգի պատիվը չենք պահում։ Այդ ուրիշ հարց։ Դուս է գալիս։ Ազգի պատիվը պահել են այնպես տղեկ ու հիմա էլ ազգի պատիվը պահվել է, պարոն Պետրոսյան։ Հա, Պահել է Անդրանիկը, Դրոն, Կոմիտասը, Նարեկացին, Վարդան Մամիկոնյանը։ Բեսոնա մեր կրված տղեկը Եռաբլուրն է պահել, այո, Ադամ Սահակյաններն ու Ռոբաբաջաններն են պահել։ Դու պատկերացնում ես։ Այսօր էլ ազգի պատիվը պահում է Հենրիկ Մխիթարյանը, Լևոն Արոնյանը, ում կյանքը կերան թքեց գնաց Ամերիկայի դրոշի տակ հանդես գալի։ Պահում են այսօր, լավ տղեկ կան, գիտական տղեկ։ Շատ կան։ Ոչ միայն Իշքան տղեկա թքը գնացել է ու իայդե չի գալիս, բայց ուրիշ պետության համար ամեն ինչ է։ Հիմա ցինիզմի ու եսի ինչ ենք վերածել, բայց տեսեք մի հատ, եթե լրջմիտ խոսենք։ Այսօր թշնամին կանգնած է մեր սենց ծոծորակին շնչում է,
Ինչ ասես ասում եմ ես, ինչ ասես ասում եմ պետք է չլնեք, Արևմտյան Ադրբեջան, այս փոխեք, այն փոխեք։ Մարդը բանը առաջարկե կամ կանչեք ձեր մոտ ասեք դու ստախոս ես կամ օգտագործեք հերներն անից ենք թշնամու։ Բասեն սրիկա դավաճանների հետ ոնց անես, ուրիշ ոնց կարելի է լինել։ Բայց ինչ անեմ։ Դու պատկերացրու ամեն տարի ճիշտ է։ Իմ համար Երևան գալը դա բարդություն է, իմ համար Երևան գալը դա հաճույք է, իմ համար Երևան գալը դա երջանկություն է, երբ որ տեսնում եմ իմ ծանոթներին, իմ ընկերներին, երբ որ ես իմ ծնողների գերեզմանն եմ գնում, դա իմ համար բարդություն ու երջանկություն է, բայց ամեն տարի ես գալիս եմ տարիներկու անգամ, որպեսզի կարողանամ իմ ժողովրդին ով հասնում է, ես sense տեղում եմ, բեր գեներատոր հոսանք արտադրենք։ Իրանց փողի համար իմ մասին մտածող չկա։ Դες մարդուն կսպանեն, կսատկացնեն, կնդագարեն։ Մենակ իրանց այսօր փողը առնեն, այսին։ Պարոն Պետրոսյան, ավարտում ենք, վստահ եմ, այս հաղորդումից հետո էլ են բազմաթիվ, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զանգեր լինելու։ Ձեզ առհասարակ մարդիկ ինչպես կարող են համագործակցության առաջարկ անել, հեռախոսահամար, տեղ, չգիտեմ, ինչ ես հեռախոսի համար ունեմ, հենց հիմա հայտարարում եմ։ Վայ, տենց համարձակ բան եք անում։ Որպեսզի ինչ կա համարձակության։ Իմ ժողովրդին համար, մենակ խնդրում եմ բոլորին, հանկարծ չմտածեք կարող եք ինձ հայել։ Կիմանամ ով եք, ձեր հերեկանից եմ։ Այն ռակետը, որ պետք է գնա Ադրբեջանը, քո տան վրա գկա։ Խոստանում եմ։ Զանգարեք, ինչ հարց ունեք, ես սիրով կպատասխանեմ։ Եթե չեմ պատասխանում, ումը գիտ չկա։ Իմ Երևանի հեռախոսի համարը 033 15 55 15 Դա Երևանի հեռախոսն է։ Մեր արտագին շատ մի կներեք։ Ամերիկայի համարը ասեմ ձեզ 310 666 6633 Ես ոչ մեկից չեմ խուսափում։ Բոլոր դեք իմ համար դուք հարազատ եք։ Զանգարեք, եթե հարց ունեք, բայց չասեք ես հողամասուն եմ, արի հողամաստան դե վանդիր։ Ես դրա կարիքը չունեմ։ Ես հողամասնել ունեմ, տեղնել ունեմ, ամեն ինչն ունեմ։ Ինձ Փաշինյան թույլատրությունն է պետք։ Ոչ էլ միջնորդներ չեմ ուզում։ Խնդրում եմ ժողովուրդ, հասկացեք ինձ։ Դե հիմա գեներատորը ես նկարահանված կդնենք, կտեսնենք։ Ընթացքում տեսալով եք։ Կտեսնեք, ձեր եզրակացությունները կանեք։ Շատ գաղտնիքներ կա, որ դες իսկ շուտով Նոյան Տապանով այս մյուս շաբաթ նորից հանդես եմ գալու, ձեզ ցույց կտամ ինչ ասեմ ժողովուրդ։ Ես ձեզ բոլորից սիրում եմ։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, ամենայն բարիք ձեր բռնած գործերին։ Դա մեր գործն է, իմը չի։ Այո։ Դա մեր հայրենիքի հայերի գործն է։ Դրանով մեր հայացքը պետք է լավ ապրի։ Դուք պատկերացնում եք, որ հիմա այսօր Էմիրատները շկան հարուստ են։ Այն նույն Էմիրատների բենզինը հոսանքի կարգով բերում եմ Հայաստանի, ինչ եք ուզում ինձանից։ Ու այդ սաղ ձեզ եմ տալիս, ժողովուրդ ջան։ Այսքան բան, մնացածը դուք մտածեք։ Լավ եղեք, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքներ, այսօր հյուրընկալել էինք ինժեներ, գյուտարար Սամվել Պետրոսյանին։ Շնորհակալություն հարցազրույցը դիտելու եւ ամենակարևորը մեր ալիքին բաժանորդագրվելու համար։